Մարդու ուղեղը ունի կանխատեսման կարողություն, ցանկացածինը ունի, դա պիտի տեսականացնել, պիտի կարողանալ, դրա համար ինչ համար ասել, չէր կարասնեմ, ով որ կուզենա քաղաքագիտության մեջ մանավանդ ստրատեգիայի, որ մեզ ամենաանհրաժեշտն է, որպես այս խոդորումներից դուրս կամ, առաջարկ ունեմ մի հոդված կարդան 1962 թվականի «Обережающее отражение действительности» Անոխին, նույնիսկ հիշում եմ ամսագիրը, «Вопросы философии» 62 թիվ 10-րդ համար, էջերն էլ ասեմ, բայց թող չարչարվեն, ասեք հիշեցի։ Ուզում եմ ասել, դա պիտի կարդալ, դրա համար մենք ինչի մեջ ենք, մենք տեսեք քաղաքագիտության մեջ ավելի մաքուր ենք, տեսության քաղաքական փիլիսոփայության, բայց մակերեսային է, մեր պատմագիտությունը բանի պիտանի չի, իրենք էլ հետ է, որտեղ եւ ասենք նաեւ արևելագիտության մեջ կա տարօրինակ թեւով, որտեղ երբ որ դուք ճշմարտությունը փորձում եք բացահայտել գնում եք, ձեզնից են նեղանում, որտեղ իրենց այդ կլիշեներով Մոսկվայից ցարկված բաներ փրկում են։ Հիմա ես ասեցի, ուրեմն այդպես ասեմ, քաղաքագիտությունը մանավանդ գեոքաղաքականությունը առանց կանխատեսման եւ ռեալիզացման ինքը գիտություն չի։ Այստեղ ասենք առանց քաղաքական փիլիսոփայության իմացության կամ առանց քաղաքական փիլիսոփայության պատմաբան եւ քաղաքագետ չի կարող լինել։ Դե մեր ժողովուրդը դուք էլ վստահաբար տանը կասեք, չէ՞, ջուրի իշքան երացնում եք, որ շատ երաց պիտի թափվի։ Չէ, ջուրը թափվում է։ Հիմա մեր հեղափոխությունը Մոսկվան թշնամանքով են ընդունել, այն էլ կատաղի թշնամանքով։ Ընդ որում դրա ակունքը կոնկրետ եմ ասում, ակունքը Ռուսաստանի հակահայաստան եւ հակահայկեցված կգալիս է Բրեստ-Լիտովսկի հաշճան դաշնագրից 1918 թիվ մարտի 3 եւ Մոսկվան ոչինչ չի փոխել, դա հակահայաստանը եւ հակահայ է։ Դրա համար հանրապետությունը կործանել տվեց, ախբերաբաժին արեց Նախիջևան, Կարսի եւ այլն եւ ջավախնել վրացիներին, որի մասին չեն խոսում Իսրայել լորին։ Ինքը բաժանել է մեր երկիր, բայց մեր հարազատն է, այսպես հարազատորեն բաժանում է մեզ ոչնչացնել, ինչ է ոչնչացնում, ինչ նպատակ է։ Եթե իհարկե մենք դա հասկանանք, չի կարող ոչնչացնել, այդ Ռուսաստանը որ ասում են, մեր թուլությունն է, իր ուժեղությունը չի։ Գիտեք ինչու, որովհետև նրա համար մահացու բան կա։ Մի ժողովուրդ, որ ունի պատմական հիշողություն եւ պատմական փառահեղ անցյալ, պետականության, ոչ թե հայ ժողովուրդը, այլ Հայաստան պետությունը իր համար դա թշնամի է, ինքը միանշանակ թշնամի է։ Հիմա ասեմ դες նաեւ ինչու է Ռուսաստանը շատ ֆաշիզմից գերազանցելով կռվում ուկրաինացիների դեմ, ինչն է հարցը։ Որովհետև Կիևյան Ռուսիան, որ իր արմատն է ինքը հաշվում, Ուկրաինայում է, այսինքն իրենք արմատ չունեն, Կիևյան Ռուսիան Ուկրաինա է, Ռուսաստան չի, եւ ինքը չարությամբ տեր է լինում նրան, չարությամբ ժամանակին տեր է լինում Ուրարտուին, երբ որ մեզ պարտադրեցին այս խլյակների միջոցով հայկական, որ հաջորդը ձևավորվել է Ուրարտուից հետո, իբր թե գիտական կոնցեպցիա, մեզ խլում է։ Հիմա այն նույնն է անում, Արցախը վերցնում տալիս է, Պուտինն անել, չէ, եւ այստեղ մի ապուշների հսկա բանակ է լցրել, ասում են, ուրեմն ինքը չի, բայց ինքը խոստովանում է, հիմա հանել են երկրորդ նետագետ, ասում իրենց հանդեպ, ասում է, բան են, ինչ է, ասում մենք լավ չենք պահում Ռուսաստանի հանդեպ, այդ ասածը տաններ, անասումներ, այնը բռնաբարես, կներեք, լավ չեք կանգնել, որ վատ վերցրեց Բաքու ուղարկեց, ամենալավ իրենց պահողներին ռուսների հետ։ Հիմա էլ բան կա ապացուցելու։ Ընդ որում ես ասացի, ես ասեմ Ռաֆայել Իշխանյանի մեկնաբանությամբ, այդ չեմ ասում թշնամանքի, չգիտեմ կամ բարեկամության համար, հասկանալը պետք է շարժվել, հիմա չկատարում։ Դա որոշել էր ռուսկի միրը վերականգնի Ռուսաստանը, դա արտացոլված է, որ մարդիկ արմատ իմանան։ 2007 թվականի փետրվարի 12-ի Վալդայան, չէ, Մյունխենի անվտանգության համաշխարհային ֆորում Պուտինի ուրեմն ճառի մեջ, երբ որ նա ասեց
մենք անիրավված ենք, Ռուսաստանը այսինչ կատաստրոֆա է գեոպոլիտիկան եղել, եւ մեր իրավունքները պիտի վերականգնվեն։ Ձեր իրավունքները իրենց, այսինքն մեր չլինելն է։ Մեր չլինել իր իրավունքն է, ռուսկի միրը վերականգնում եւ ինչու Հայաստանից, ինչու Արցախից, որովհետեւ խեղճ հայը 1000 տարի նույն հարցն է տալիս։ Ասում է ինչ վատ բան ենք արել։ Ես էլ ասում եմ, եթե վատ բան արած լիներ, քեզ հետ զգուշ կլիներ։ Գիտի որ դու ոչինչ չես անելու, քեզ կլլում է եւ օգտագործում է մինչեւ վերջ։ Կոտել ինքդ կունտե։ Վարդայան բանում ինչ այդ Մյունխենում ինչ ասեց, որ ռուսկի միրը պետք է վերականգնվի, որտեղ վերականգնվի, որտեղ թույլ լողակ է, շղթա է, հսկա մի շղթա է, սովետն է եւ այլն, ում խփի որ արագ միանան, դա հայերին կխփի, հայերը արագ կմիանան։ Իսկ Ադրբեջանին կխփի թե չէ, Ադրբեջանները կնվիրի կմիանան։ Ահա մեզ խփում է, բայց բարձվեց չեք միանում։ Մեր մեջ արքետիպը աշխատեց այն հատվածի մեջ մեր ժողովուրդը, ով իր պետականության հուշը ունի, ոչ միայն հուշ, այլ գործողությունը, եւ այսպես, ահա մենք չմիացանք, ճիշտ է կորուստները մեծ եղան։ Ադրբեջաններ քցեց իրեն, Արցախը տվեց, չմիացավ իրեն, իրենք մանտրաժ են։ Այդ ախորժակով են արագությամբ, ինչպես որ Արցախի, հա, ռազմաքաղաքական ղեկավարություն, որ ասում են, ոնց ծաղրեն։ Այդ չէին դրան, կամավոր գնացին Բաքու, կամավոր են գնացել, իմանալով Բաքվում բանդերում ինչ են անում։ Ուրեմն այս արագությունը թույլ տվեց իրեն ենթադրելու ռուսներին, որ արագությամբ իրենք նաև Ուկրաինան կուտեն։ 3 օր այստեղից ծնվեց, 3 օրում Կրեշչատիկում կբռնաբարեն բան, քանի որ դա չեղավ չարությունն անեցին այդ ուրեմն Բուչայում, չէ, ավելի վատ են արել, քան թուրքերը կամ հակառակը։ Հիմա այստեղ եւ Հայաստանի հանդեպ ինչ արեցին, այնտեղ Արցախը կիսեցին եւ այլն, գիտեք, նոյեմբերի 9-ի համաձայնությունը պարտադրեցին եւ տեսեք ռուսական տեսակետը 9 կետ ունի։ 9 կետից Հայաստանը կատարել է, ուզի պարտված է, այստեղ որևէ մեկ չզարմանա, որպեսզի համաձայնության կետերը չկատարես, պիտի հաղթես։ Իրանին տեսնեն, եթե չես հաղթում կատարելու ես, եթե չէ ցցով կանել կտան, պետք չի զարմանալ, երկրի տավես, տավաճանես, բանակից փախնես ու համաձայն չլնես, համաձայնը քու կորզն արդեն։ Հիմա տեսեք ինչ է, 9 կետը խեղդելով մեզ պարտադրում է Ռուսաստան, Ալիև որ ասում են, են որ ասում է չէ, ինչ որ ասում են Արուսին էլ հետս հասկացի հայկական խոսքը կա, ուրեմն Ալիևը ոչ մի կետ չի կատարել, անընդհատ ասում են Հայաստան 9-րդ կետը չի կատարել, որի մեջ ես 100%-ով գիտեմ Զանգեզուր Միջանցք գոյություն չունի, չկա, բայց այս ապուշները ռուսական գաղտնի գործակալական ցանց հայկական կլանը անընդհատ ասում է ինչ անես, հիմա ինչ, դրանից հետո երբ որ իշխանափոխություն չկարողացան անել, հիշեք ոնց էին գրոհում հայ գրոհայինները, սեփական կառավարության շենքը, սեփական, ռուսի թելադրանքով հրամանով, ուրիշի չէ, Ալիև չկա, եւ այսպես չկարողացան եւ սկսվեց պերմանենտ անկայունության մի շրջան, անընդհատ անկայուն է, նկատել եք, մի աղբանոցից ճարում են, ասենք, հին ծառայություններ ունեցող քաղաքական գործ չի, օրինակ ես շշմել եմ, որ այդ Վազգեն Մանուկյանը այդտեղ հայտնվեց, շշմել էի, բայց հետո հասկացա, որ դա պետք է լինի, հետո Գալստանյան գրբանը քրքրեց անեց, հետո եւ այլն, հետո էլ կաթողիկոս է հանել գրբանից, այդ նշանակում է այն մատրյոշկաների սիստեմով ինքը գաղտնի ծառայության մի կամ համագիրներ կամ գործակալներ ունի, որը դնում է ինչի համար, հիմա գլխավոր նիշն է, որ Հայաստանը պահի կայուն ձևով անկայուն, մի քիչ բառախաղի նման է հնչում, դանդաղ ասեմ, որ ունկնդիրը հասկանա, Հայաստանում կայուն դարձավ անկայունությունը, ուրիշ կայունություն չպետք է լինի։ Մեզ բոլոր Մոսկվան է կառավարում, եթե կարող է Կոպիրգինը մի օր կանչեք հարցազրույց, այս հարցերը տվեք, բացի ոչ խաղացնել, ուրիշ բան չի կարող ասել։ Այս բոլորը Կոպիրգինի որբերն են, մի մասը իհարկե Վալոդի որբերն են Պուտինի, մի մասը Կոպիրգինի, հո բոլորը չեն հասնում այդ վերև։ Հիմա այդ անկայունությունը ինչն է խնդիրը, որ հայերը հոգնել մի օր ասեն միանում ենք ցեզ, այդ գուբերնիան այդտեղից է գալիս, բայց հայերը ոնց որ թե չեն ուզում հակառակը, պետական ինստիտուտների տանդաղ, դժգոհեցնող եւ այլ բան եղավ։
կայացում եղավ պետական իշխանության, տեսեք, էլ հիշեք բանը, բանակի գլխավոր շտաբը պատերազմը տանուլ տվեց, այսինքն գործեց հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի բանակ գլխավոր շտաբը, հետո հրաժարական է պահանջում վարչապետից, տարօրինակ է, չէ՞, այդ գեներալները տանուլ են տվել, ոչնչով, տեսեք հիմա Իսրայելի գեներալներ նայեք, եւ մտահոգության նայեք Իրանի գեներալներ, ո՞րն է երկիր, Ուկրաինայի, այս ոչնչությունները, ուրեմն նպաստեցին Հայաստանի բանակի ջախջախմանը, որպեսզի Պուտինի կամքը կատարվի, իրենք էլ որպես հարեմի բաներ, իրենք լավ կայֆը ստացած լինեն, ուրեմն այս խնդիրը իրենք չեն լուծել եւ հայության քաղաքական ոչ պատրաստվածության պատճառով ժողովրդի շրջանառվեց մի բան, որ մեկը Արցախը ծախել է, Արցախի պատասխանատուն պաշտպանության եւ երկրի բանակի գլխավոր շտաբն է ցանկացած եւ պաշտպանության նախարարություն առաջինը, բայց ասում են էս մեկն է, այսինքն մեզ հարևի տեղ են դրել, ելնում են գոռում են, ճճում են, լաչար բաների նման ընկած, ինչ ասես խոսում են, այսինքն նաեւ տգիտության չափ կա, հիմա սրանք ապստամբեցին, հիշում եք, հետո էլ կներեք, գնացին Ղազագիր ստորագրեցին, որ աշխատեն, հետո բանակը սկսեց վերականգնվել, վերակառուցվել, արտգործնախարարություն ամենաարտառոսն է, չգիտեմ քաղաքացին գիտի թե չգիտի, են վատթարագույն մեր պետության վիճակում եւ մեր ժողովրդի պետության հարցը չի, երբ Արցախը մազից էր կախված այն ժամանակ եւ այլն, այդ շրջանում էլ բանի արտգործնախարարության գլխամասը հրաժարական տվեց, այդ չեկիստը ո՞րն է, հակահայ սողում ստորը ո՞րն է, պետության արտգործնախարարություն, երբ որ բանակ չկա, այս չկա, այս պայմաններում են ասում, չէ, դիվանագիտություն, ոնց որ թե փոխարինում է այն մնացած ուժայիններ, մինչև ուժայինը կարգի կա, եւ ահա սրանք հրաժարական են տալիս, եւ մենք չգիտեն, երկու ամիս թե ինչ, մեր երկիրը արտգործնախարարություն չի ունեցել, այս կագբեշնիկ սողունները հրաժարական էին տվել եւ իշխանափոխություն էին պահանջում։ Եվ այսպես շարունակ, տեսեք ինչ է, անընդհատ, հետո դա էլ կարգավորվեց, այդ էլ կարգավորը, սա նշանակում է մենք որպես պետություն կայանում ենք։